հրաշալի է Գարունը։ Բնությունը նորից շունչ է առել։ Շուրջը ծաղկունքով է լցվել ու գույների խաղով։ Ծաղկափոշու երջանկացնող բույրն է տարածվել ամենուր։ Գարնան այս գույներից ու բույրերից երազանքները խենթացել է, ինձ նման ծիծեռնակ դարձել և անհոգ թևածում են արևաշող երկնքում։ Ողջույն քեզ, ծիծեռնակ։ Ողջույն, փոքրիկներս։ Կրկին Գարուն ես բերել։ Ոչ միայն Գարուն, նաև երջանկություն, սեր ու ջերմություն։ Տեսնում եք, պուրակը ծաղկած հեքիաթի է վերածվել։ Հրաշալի տեսարան է։ Երեխաներ, իսկ ովքեր եք դուք։ Իմ անունը Տիգրան է։ Իմը Լիլիթ։ Ես Սոնան եմ։ Շատ ուրախ եմ, փոքրիկներս։ Իսկ ինձ անվանում են Ալիկա։ Ալիկա։ Այո, պարզապես Ալիկա։ Սիրելի Ալիկա, ուզում ենք մեզ պատմես ծիծեռնակների հետաքրքիր առանձնահատկությունների մասին։ Սիրով փոքրիկներս։ Մենք ծիծեռնակներս պատկանում ենք թռչունների դասի, ճնճղուկազգիների կարգի, ծիծեռնակների ընտանիքին։ Կան ծիծեռնակների շատ տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են թե արտաքինով, թե ապրելակերպով։ Սակայն բոլորիս թևերն էլ նեղ ու երկար են։ Ծայրերը սուր, կտուցը թույլ է, հիմքում լայն և կարճ։ Բերանի բացվածքը մեծ է, ոտքերն ու մատները թույլ զարգացած։ Փետուրները խիտ են, մարմինը նուրբ, պոչը կամ մկրատաձև է, կամ էլ սրանկյուն կտրվածքով։ Թռչում ենք շատ արագ, ժամում անցնելով 120 կիլոմետր։ Ալիկա, ծիծեռնակների բոլոր տեսակներն են չվող։ Ոչ, կան տեսակներ, որոնք չվող չեն։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Այն երկրներում, ուր մշտապես տաք է, ծիծեռնակներն այնտեղից չեն հեռանում։ Ծիծեռնակները չվում են այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը նվազում է։ Դա տեղի է ունենում աշնանը, երբ եղանակները սկսում են ցրտել։ Ծիծեռնակները երամներ կազմելով չվում են տաք երկրներ։ Սիրելի Ալիկա, իսկ ճիշտ է, երբ դուք բարձր եք թռչում, ուրեմն լավ եղանակ է լինելու։ Իսկ եթե ցածր եք թռչում, անձրև է գալու։ Այո, գաղտնիքն այն է, որ անձրևից առաջ օդն ավելի է խոնավանում, ինչի հետևանքով էլ միջատների թևիկները ուռչում են և ծանրանալով նրանց ներքև քաշում։ Այդ իսկ պատճառով էլ ցածր ենք թռչում նրանց որսալու համար։ Ուրեմն օդում եք որսում միջատներին։ Այո, ջուրն անգամ խմում ենք թռչելիս, օդում որսալով ընկնող կաթիլը։ Ալիկա, ծիծեռնակների ինչ տեսակներ կան։ Քաղաքային ծիծեռնակ, գյուղական ծիծեռնակ, առափնյա, ժայռային, շիկագոտի ծիծեռնակ և այլն։ Երեխաներ, օրինակ քաղաքային ծիծեռնակի մարմնի վերին մասը կապտասև է, մետաղափայլով, պոչը կարճ է, մկրատաձև կտրվածքով, մեջքի պոչի մակերեսը և որովայնը սպիտակ է, քաշը մոտ 22 գրամ, թևի երկարությունը 97-ից 118 միլիմետր է։ Այս տեսակը բնադրող ու չվող է։ Իսկ շիկագոտի ծիծեռնակը, որին նաև անվանում են կավե կամ դաուրյան ծիծեռնակ, գլխի, մեջքի և ուսերի գագաթը սև և կապույտ է, մետաղական փայլով։ Պոչի տակը և վիզը շագանակագույն շիկակարմիր է։ Այս թռչնի երկարությունը 18 սանտիմետր է, քաշը 18-ից 20 գրամ։ Այն ավելի դանդաղ է թռչում, քան գյուղական ծիծեռնակը, օդում կատարելով օղակաձև շարժումներ, հաճախ օգտագործելով օդային հոսանքները։
տեսնում ես, որքան շատ են ծիծեռնակների բները։ 1, 2, 3, 4, 5, 6 Այդ ինչ է քաշվում։ Թե քանի ծիծեռնակի բույն կա պատրաստված։ Երեխաներ, մենք ծիծեռնակներս բնադրվում ենք գաղութներով, կողք կողքի կառուցելով հարյուրավոր բներ։ Իսկ իրար հետ չեք կռվում։ Ոչ, մենք խաղաղասեր ենք։ Նույնիսկ կողք կողքի համերաշխ ենք ապրում։ Երեխաներ, առաջարկում եմ մոտենանք գետին։ Ձեզ մի շատ հետաքրքիր ծիծեռնակի տեսակ եմ ուզում ցույց տալ։ Գնացինք։ Ալիկա, սա որ գետն է։ Սա Ենիսեի գետն է։ Ասեմ, որ Ենիսեի գետը սկիզբ է առնում փոքր եւ մեծ Ենիսեիների միախառնման վայրից եւ թափվում Կարայի ծով։ Գետը պատկանում է Կարայի ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 3300 մետր բարձրության վրա։ Աղբյուրների միախառնման վայրից սկսած գետը ձգվում է 3487 կիլոմետր։ Իդեպ, անվանումն առաջացել է Էվեն-Կերեն Իոնեսի անվանումից, որը բառացի նշանակում է մեծ ջուր։ Դուք հիանալի աշխարհագրություն գիտեք։ Մենք գրքեր կարդալ շատ ենք սիրում։ Հրաշալի է։ Իսկ հիմա փորձեք զառիթափով ցած իջնել։ Ամբողջակույտներս կեղտոտվեցին։ Այ դու, ուշ, այ, դու ձերքը, այ, Հիմա կօգնեմ ձեզ։ Բավական է իջնել։ Ահա այդպես։ ոտքս։ Այս ինչ անցքեր են փորված հողի մեջ։ Ինչ էլ շատ են։ Առափնյա ծիծեռնակները իրենց բույնը կառուցում են գետնի տակ, Ինչու են նման վայրերում կառուցում։ որովհետև հողն այստեղ ավելի փափուկ է։ Այս զարմանալի տեսակը, լինելով 13 սանտիմետր եւ ունենալով 15 գրամ քաշ, բույն պատրաստելու համար կարողանում է իր կտուցով հողը փորել մինչև 60 սանտիմետր խորությամբ։ Սիրելի Ալիկա, չես հոգնում անվերջ ճախրելուց։ Ոչ, սիրելիներս։ Իմ կյանքի մեծ մասը անցկացնում եմ երկնքում ճախրելով։ Նույնիսկ քնում եւ սնվում եմ թռչելիս։ Իսկ հիմա բոլորդ բարձեք ձեր ձեռքերը։ Ես ուզում եմ հպվել իմ թևիկներով ձեր ափերին, որպեսզի փոխանցվի իմ սերն ու ջերմությունը ձեր սրտերին։ Որքան նուրբ ես դու, սիրելի Ալիկա։ Ինչպես դրախտից եկած հեքիաթի թռչուն։ Որքան զգայուն ես դու իմ բարի ծիծեռնակ։ Վայ, թռավ Տիգրան, բռնեք, ուր գնաց իմ ծիծեռնակը։ Ալիկա! Ալիկա! Որտեղ ես, Ալիկա։ Այստեղ է, երկնքում։ Ինչու այդպես, Ալիկա։ Մենք էլ շատ կկարոտենք։ Խոստանում եմ, որ հաջորդ գարնանը յուր կգամ ձեր հայրենիք, եւ մենք կրկին կճանապարհորդենք հրաշքների աշխարհում։ Անհամբեր կսպասենք քեզ։ Մնաք բարով։
Բեմադրող ռեժիսոր Վահան Նահապետյան, ռեժիսորի օգնական և խմբագիր Նարինե Իսրայելյան։